Հեսա կեղտաջուրը սենց Հեսա ճաշարանն է Ահա 39 մանկապարտեզ չէ լստենա կեղտաջուրը հետո ասում են երեխաները մեր ապագան են Արձ է պարզ երեխաների ապագան Են վերևից է, հեսա կելն են վերևից ու սենց դուրս է տալիս այս դիտահորը չի էլ աշխատում կիսատ պռատ Բա, ստենայ Մարտի 13-ն է, գտնվում ենք Երևան քաղաքի Աչափնակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում, Մարգարյան փողոցն է, չէ, Մարգարյան փողոցի թիվ 39 մանկապարտեզի կամ ինչպես բնակիչներն էին ասում եւ այստեղ հաճախող երեխաների ծնողները մսու մանկապարտեզում, որտեղ արդեն 10 օր է տիրում է գարշահոտ վիճակ։ Հոտը անգամ մի 300-400 մետրից զգացում է Հիմա դուք ահա տեսնում եք կեղտաջուրը ասպես դուրս է գալիս եւ լցվում է ամբողջ մանկապարտեզի տարածքով։ Սա էլ ճաշարանն է, պատկերացնում եք երեխաները սնունդ են ուտում, սնվում են այս հոտի պայմաններում։ Ողջունելի է, որ վերջերս Երևանի քաղաքապետ մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց թե Երևանում մսու մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը բարձրացնում ենք, դա շատ լավ է, ողջունելի է, բայց հարգելի քաղաքապետ, դուք տեղյակ եք, որ ինչ գարշահոտ հակասանիտարական վիճակ է տիրում այս մանկապարտեզի ամբողջ տարածքում ու պատկերացրեք աշխատողները ձեր բարձրացած աշխատավարձի վրա մի բան էլ փող պիտի դնեն, որ գնան իրենց բուժում են այս հոտից, այս խոլերայի հոտից։ Այստեղ պետք է լինեք, որպեսզի զգաք, թե ինչ ահավոր վիճակ է։ Այս դիտահորն էլ անգամ չի տանում այդ կեղտաջուրը, ամբողջ մանկապարտեզում այս գարշահոտ հակասանիտարական վիճակն է։ Այն վերևից է, երևի Հենա լսում եք կեղտաջուրի ձայնը լսում եք, տեսեք, հեսա տեսեք, խնդրում ենք, իմ տեղեկություններով, խնդրին փորձել է միջամտել հարցը լուծի Աչափնակ վարչական շրջանի ղեկավար Սերով Սարգսյանը, բայց թե Սերով Սարգսյան, հա, սակայն սա իր պոզիցիան չի, սա պիտի անի Վիոլա ջուրը Նա անգամ դիմել է Վիոլա ջրից սկզբից պատասխանել են, թե դա մեր գործը չի, բայց հետո թաղապետը ճշտել է, լրացուցիչ հանդիպել է, հեսա տեսեք, լրացուցիչ հանդիպել է թաղապետը Վիոլա ջրի պատասխանատուների հետ, ովքեր խոստովանել են, որ իրենց գործն է, բայց չեն արել, հիմա տեսեք, այստեղով երեխաների սնունդն է տեղափոխվում ճաշարան, Վայ սնունդին, որ պետք է ստեղով տեղափոխեն, հարգելի քաղաքապետ, Վիոլա ջրին պարտավորեցնեք, այս դիտահորն էլ է լցված, պարզապես այստեղ պիտի լինեք, որ զգաք այս հոտը, այս անտանելի հոտը, ու այսպես գնում է մինչև այն մուտքը, որտեղով որ երեխաներին ծնողները բերում են մանկապարտեզ։ Ես ճիշտն ասած թաղապետին չեմ պաշտպանում, բայց ճշտել եմ թաղապետը ինչ հնարավոր է արել է, բայց այն որ ասում շանգլուխը թաղված է մեծն Վիոլա ջրի տակ։ Այսօր սենց գնում է միջև մուտք։ Դիմակ եմ կրում ժողովուրդ ջան, քան որ անտանելի գարշահոտ է։ Այս ասալ, այս մանկապարտեզն է, հենա ցուցանակը
Տեսեք, այս դիտահորն էլ չի աշխատում, չիվի են խպե, վիոլա ջրի հիմնական գործն է չիվի, մանկապարտեզն էլ հեսա, նախադպրոցական, համար 39 նախադպրոցական ուսումնական հաստատություն, պարզապես մանկապարտեզ էլի, հոտից ձեռներս էլ է դողում, քուվ, ինչպես կասեր դասականը, երեխաները մեր ապագան են, բայց այդ երեխաների ապագայի մասին պատասխանատուները չեն մտածում, լստեն այ, երեխեքի սնունդն էլ սենց են տեղափոխում ճաշարան, այս հոտի պայմաններում, այս կեղտաջրի մեջով, են էլ ճաշարանն է, լստեն այ, հենան այ, դիտահորը լծված է, չի քաշում, լստեն այ, ես էլ ճաշարանն է հեսա, այս դիտահորն էլ չի, գրեթե 5-6 հատ դիտահոր կա չի աշխատում, լրիվ խցանված է, հեսա նայ, այսենց հեսա, հեսա նայտես որտեղից է գալիս, հեսա, հեսա այստեղից է, լստեն այ, ու սենց 10 օր այս խեղճ ծնողները երեխեքին այս պայմաններում բերում են, քուվ, Ես էլ է դիտար, տես հենա կապարիչը լրիվ կեղտով պատված, լծված, չէ, սիրու պրծար, Չէ, վարար գալիս է կեղտաջուրը, ուզում ես։ Լստում է։ Մեն անդեղից էլ են, նայ։ Անդեղել է, չէ ոնց է։ Նայ։ Երեխեքը այս պայմաններում էլ երեխեքին բերում են մանկապարտեզ։
Սենց հոսում գնում է։ Նայքես Սենց գնում է։ Սենց իջնում է միջև արդեն գլխավոր փողոց։